Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն դեկտեմբերի 21-ն է, նոր եմ վերադարձել Երևանից, ու այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Հայաստանից եւ միջազգային կարևոր իրադարձություններից, ինչպես եւ միշտ էլ անում ենք մեր հաղորդումների ընթացքում։ Օրը կիրակի է, եւ դա նշանակում է, որ շատ հարցեր չունենք քննարկելու, բայց այնուամենայնիվ կարծում եմ կարևոր է նաեւ այս հաղորդումը, որպիսի չկտրվի այն կարևոր շղթան հաղորդումների եւ ինչ-որ մի բան բաց չթողնենք եւ արդեն վաղվա մեր մյուս օրվա հաղորդումները կարողանանք տրամաբանորեն շարունակել։ Սկսենք նրանից, որ քիչ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին գտնվելու է Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ-ի բարձրագույն խորհրդի նիստին է մասնակցելու Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-ին, իսկ դեկտեմբերի 22-ին ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին է մասնակցելու։ Պեսկովը հաղորդում է, որ հույս ունեն, որ Ալիևը եւս կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, դժվար է պատկերացնել։ Գիտեմ, որ այդպիսի այցերը շատ անգամ նյարդայնացնում են հայ հասարակությանը, երբ որ Փաշինյանը այցելում է Մոսկվա, բայց դե ինչ արած, ունենք այն, ինչ ունենք, նույնիսկ մեկնաբանելու ոչինչ չեմ տեսնում այս ամենի մեջ եւ այս իրականության մեջ, որը որ հիմա կա, ստեղծվել է Հայաստանի շուրջ եւ աշխարհում։ Կարևոր հարցերից քննարկման, սիրելի հայրենակիցներ, նավթի մուտքն է ադրբեջանական Հայաստան, գիտեք, շատ լուրջ քննարկումներ են, կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր որ ասում են, թե մենք ադրբեջանական նավթ չենք լցնի, թուրքերին եք ծախվել, դե գիտեք։ Իսկ մնացած մասը ասում է, որ չէ, ինչու՞ չէ, պետք է լցնենք։ Ես կարծում եմ, որ պետք չի ընկնել ծայրահեղությունից ծայրահեղություն, անձամբ ես չեմ օգտագործում ադրբեջանական նավթը Վրաստանում, սոկարի, ինչքան էլ այն որակով լինի կամ էժան լինի, օրինակի համար։ Ես երբեք չեմ օգտագործել եւ չեմ օգտագործելու ադրբեջանական նավթը, բայց ադրբեջանական նավթը, եթե փոքր քանակով մուտք է գործում Հայաստան, ես չեմ կարծում, որ այն կարող է շատ լուրջ ձևով եղանակ փոխել եւ լուրջ ձևով ազդել քաղաքականության վրա։ Այդ դա եւս կարելի է վերահսկել եւ պետք է, կարելի չէ, շատ կարեւոր է վերահսկել։ Եթե քիչ է նավթ ներմուծում Հայաստան, դա կարող է նույնիսկ շատ պոզիտիվ քայլ լինել քաղաքականության մեջ, շատ կարևոր պոզիտիվ քայլ։ Իսկ եթե ավելացնում ես այդ նավթի ներմուծումը, դա միանշանակ շատ լուրջ խնդիր է դառնալու Հայաստանի Հանրապետության համար։ Ահա այդտեղ բալանսը չափազանց կարևոր է, ես միանշանակ համոզված եմ։ Ու խոսել եմ, առաջին անգամը չէ, որ խոսել եմ այս հարցի շուրջ։ Կարևոր է, որ հիմա ծավալները չավելանան ու չավելանան ու չավելանան եւ նոր խնդիրներ չստեղծեն, եւ ոչ թե նոր խնդիրներ, այլ շատ լուրջ մեծ խնդիր է ստեղծվելու դա Հայաստանի Հանրապետության համար։ Մնացած մասը զուտ զգացմունքային է։ Մի քանի տարի առաջ պատերազմ էր, հիմա արդեն նավթ ենք ձեռք բերում։ Հասկանում եմ նաեւ զգացմունքային մասը, մարդը զգացմունքային է, ու շատ բնական է այդ ամենը, շատ բնական է, այդ բոլորիս մեջն էլ կա, իմ մեջ էլ նույնպես կա զգացմունքայինություն, բայց կրկնեմ, քաղաքական իմաստով, եթե փոքրականակ նավթ ենք ձեռք բերում Ադրբեջանից, կարող է շատ լավ ազդել խաղաղության վրա, եւ այսօր դեռ ռազմական բալանսն էլ մեր օգտին չէ, դրա համար խաղալը նույնպես շատ կարեւոր է, եւ եթե մենք ուզում ենք իրոք խաղաղություն, որպեսզի ապաշրջափակում տեղի ունենա, ապա այդ քայլերը տրամաբանական են։ Բայց լուրջ ձևով պետք է վերահսկել եւ ամեն ինչ անել, որպեսզի այդ ծավալները չավելանան։ Ահա ես կանա նաեւ այս հարցի շուրջ հոգեվոր հարցերին անդրադառնալու մեծ հաշվով ոչինչ չկա, բայց ես սպասում եմ նոր եւ շատ լուրջ իրադարձություններ, ինչպես եւ ասեցի նախորդ մեր հաղորդման մեջ, մինչեւ նոր տարի եւ մինչեւ Սուրբ Ծննդյան պատարագ կարող է շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունենան։ Հիմա ակտիվ քննարկվում է, թե արդյոք KGB-ի գործակալ են Կտրիշ Ներսիսյանի եղբայրը եւ ինքը անձամբ Կտրիշ Ներսիսյանը, այդ հարցը
Կարծում եմ բազմիցս քննարկել ենք եւ մենք էլ ունենք մեր կարծիքը եւ Հայաստանի հասարակության բացարձակ մեծամասնությունը նույնպես այդ կարծիքին է եւ դա պետք է փոխվի։ Կան հայտարարություններ որոշ քահանաների անկապ հայտարարություններ, կարելի ասել, հենց այդ հատուկ գործակալ լինելու մասին, բայց մենք համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության մեջ գործող քահանաները եկեղեցու շրջանակներում բարձրաստիճան թե ոչ բարձրաստիճան բնականաբար չպետք է լինեն օտար երկրյա հատուկ ծառայությունների գործակալներ։ Ասեմ, որ այս խնդիրը ունի ավելի ճիշտ ունեն բազմաթիվ եկեղեցիներ, հետխորհրդային միության եկեղեցիներ եւ ոչ միայն քրիստոնյաները ունեն, մահմեդականները նույնպես ունեն ու միայն մեր եկեղեցու խնդիրը չէ սա, բայց շատ լուրջ խնդիր է եւ շատ լուրջ խնդրեմ է պետության համար։ Եթե պետության մեջ մենք չունենանք այդպիսի քահանաներ, սրբազաններ, arczepiskopos, եպիսկոպոսներ, կաթողիկոսներ, ապա միանշանակ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու պետության համար։ Հակառակ պարագայում խայտարակություն է։ Տեսնում եք, ես չեմ կենտրոնում կրկին կուսակրոնության հարցին, կուսակրոնության հարցը զուտ հոգևոր հարց է եւ այդտեղ էլ բնականաբար պետք է պահպանվի մաքրությունը եւ նաեւ խոսել եմ այն մասին, որ եթե հիմա նոր օրենքներ ընդունեն հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, ապա այդ օրենքները պետք է գործեն նոր կաթողիկոսի ընտրություններից հետո, այսինքն կուսակրոնության սկզբունքը իմ պատկերացմամբ պետք է որ կոնե հիմա պահպանվի։ Չափազանց կարևոր է որ հանկարծ ինչ-որ մեկը, ինչ-որ ուժեր Փաշինյանին հակառակի մեջ չհամուզեն եւ չփորձեն ամեն ինչ անել, որ այնպիսի բարձրաստիճան եպիսկոպոս, arczepiskopos դառնա ամենայն հայոց կաթողիկոս, որը որ բազմիցս խախտել է կուսակրոնության ուխտը եւ բազմաթիվ բամբասանքների տեղիք է տվել իր հասցեին։ Դա շատ լուրջ հարված է հասցնելու Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Դրա համար շատ զգուշ պետք է լինեն։ Շատ ցավալի, դաժան եւ նույնիսկ մահացու հարված է լինելու դա Հայաստանի իշխանություններին, եթե այդպիսի որոշում կայացնեն, որ ոչ կուսակրոն քահանան կամ բազմաթիվ բամբասանքների միջով անցած սրբազան կամ եպիսկոպոս, arczepiskopos, այսինքն դառնա ամենայն հայոց կաթողիկոս։ Դրա համար պետք է չափազանց զգուշ գտնվել, ընդունել, ընտրություն անել հին օրենքների համապատասխան, հետո փոխելու են կանոնագիրքը, թող փոխեն։ Սա իմ կարծիքն է միանշանակ։ Ընդհանուր Հայաստանի մասով տպավորությունները ցավոք սերտի, որ հիմա Հայաստանում է գտնվում, այդքան էլ դրական չեն այն իմաստով, որ տեսնում եմ, որ բազմաթիվ հարցեր կա փոխելու դերևս Հայաստանում, այդ հորքուր, մորքուր, այդպես են չէ ձեր մոտ էլ ասում, բարեկամ հասկացողությունը դերևս շատ ակտուալ է, կոռուպցիոն մտածելակերպ է դա սիրելի հայրենակիցներ, որ առաջնորդվում ես քո բարեկամների, հարազատների ինչ-որ ցանկություններով, հայտարարություններով եւ իրենց ես փորձում առաջ մղել, այդ գաղափարը ցավոք սերտի կա եւ բավականին լուրջ ձևով արմատավորված է Հայաստանում եւ մինչեւ դա չհաղթահարվի, հասկանում եմ, որ Հայաստանը շատ փոքր երկիր է, Երևանն էլ շատ փոքր քաղաք է, շատերը շատերին ճանաչում են եւ դրա համար այդ ամենը տեղի ունենում, բայց եթե այդպես շարունակվի, շատ դժվար կամ շատ դանդաղ տեմպերով, եթե ընդհանրապես առաջ ընթաց ունենա Հայաստանը, շատ դանդաղ տեմպերով կունենա առաջընթաց։ Դրա համար ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ այդ պրակտիկային վերջ տրվի եւ ընդհանրապես իլյուստրացիա տեղի ունեցավ Հայաստանում ու դա եւս բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ է ստեղծում նաեւ Հայաստանի իշխանությունների համար եւ եթե հիմա հանկարծ հրաշքով մտկափոխ լինեն մինչեւ ընտրությունները ավելի լավ փորձեն մաքրել իրենց ներսի քաղաքական համակարգը, իսկ այդպիսի մաքրման կարիք ես կարծում եմ, որ ունեն, տեսնում եմ, որ ունեն, թեկուզ փոքրից սկսեն։ Ես կարծում եմ շատ ավելի լավ կլինի Հայաստանի իշխանության առողջացման համար եւ Հայաստանի պետականության նույնպես առողջացման համար։ Այսքանը Հայաստանի մասով սիրելի հայրենակիցներ,
մնացած հարցերը վերաբերվում են արդեն միջազգային անցուդարձին, բանակցությունները բավականին մեծ թափ են ստացել Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ հիմա բանակցությունները տեղափոխվել են Ֆլորիդա, Մայամի եւ Թրամփն էլ է հայտնել, որ ինքն էլ է մեկնում Ֆլորիդա, չգիտեմ բանակցություններին անձամբ ներգրավվելու է թե չէ, այդ մասին խոսք չկա, բայց հայտարարություն կա, որ ինքն էլ է մեկնում Ֆլորիդա, իր թիմն է մեկնում Ֆլորիդա, այնտեղ հիմա Մայամիում հանդիպում է լինելու Կիրիլ Դիմիտրիևի եւ նրա հեսա Կուշների, իր ընկեր Թրամփի Ստիվ Վիտկոֆի, հնարավոր է նաև Մարկո Ռուբիոյի միջև, այսինքն բանակցությունները շատ կարևոր թափ են ստացել, արդեն իսկ քննարկվում է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման հարցը, Պուտինն էլ է այդ հարցին անդրադարձել, խոստանալով անվտանգություն, գիտեք, չեմ էլ ուզում Պուտինի հայտարարություններին անդրադառնալ, երևի լսել եք այդ բոլոր հայտարարությունները, ավելի շատ կենտրոնանանք այդ բանակցությունների վրա, սիրելի հայրենակիցներ, եւ Զելենսկին էլ ասում է, որ հա, պատրաստություններ կանենք, ճիշտ է, Ռուսաստանը չի թելադրելու այդտեղ ոչինչ, Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջարկել են, բայց Վլադիմիր Պուտինը չի կարող որոշել, թե ինչ ֆորմատով են անցնելու այդ ընտրությունները։ Այսինքն ինչ որ նախապատրաստական գործողություններ արդեն փաստացի սկսվել են, Վլադիմիր Զելենսկին նաև ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջարկել են անցկացնել եւս մեկ երակողմ հանդիպում ամերիկյան-ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունների միջև, հետաքրքիր է հետևել եւ հասկանալ, թե ինչ բանակցություններ կլինեն սրանք, այսքան առաջի փուլը 3 է տեղի ունեցել, երկրորդ փուլն է հիմա տեղի ունենում, շատ դրական հայտարարություններ կան այս պահի դրությամբ, նույն Մարկո Ռուբիոյի հայտարարությունը շատ դրական էր եւ այստեղ մենք կարող ենք ուղղակի մեկ բան փաստել, որ հիմնական տարաձայնությունը տարածքների հարցն է կրկին, չնայած Զելենսկին միշտ ասում է, որ մենք չենք զիջելու Դոնբասը, այդ հարցի շուրջ է հիմնական բանակցությունները եւ ուկրաինական ընտրությունների հարցն է հիմնական քննարկվող հարցը։ Այստեղ Եվրոպան մեծ աջակցություն է ցուցաբերում Զելենսկիին, եթե 90 միլիարդ էին տալու որոշումը փոխվեց 100-ից ավել միլիարդ եվրոյի հատկացնելու Եվրոպան Ուկրաինային մեծացնելով իր աջակցության ծավալները եւ քաղաքականապես նույնպես ավելի ակտիվ են սկսել աջակցել Ուկրաինային, բոլորի համար պարզ է դառնում, որ հիմա ամենալուրջ աջակիցը Ուկրաինայի դարձել է Եվրոպան, Ռուսաստանից փոխվել են դրա համար հայտարարությունները, Պուտինը շատ վիրավորական է արտահայտվում եվրոպացիների հասցեին, տեսնում եք եւ հետաքրքիր ակնարկներ կան, որ իրենք կարող է համագործակցեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եթե նախկինում Ամերիկայի Միացյալ Նահանգներն էին իրենց համար թշնամի, հիմա այդ կերպարից կարծես դուրս է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ հիմնական թշնամի են դառնում եվրոպացիները եւ ուկրաինացիները, բայց այնպես չէ, որ եվրոպացիները եւ ամերիկացիները ամեն ինչ իրար հետ չեն համաձայնեցնում, մենք օրինակի համար նաեւ տեսնում ենք նույն Սիրիայում, որտեղ որ հիմա միջազգային կոալիցիան հարվածներ հասցրեց կրկին ԻԳԻԼ-ին, այդտեղ միջազգային կոալիցիան էր հարված հասցնողը, բայց այդ միջազգային կոալիցիայի ղեկավարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, այսինքն նոր իրադարձություն է։ Սա 3 է տեղի ունեցել եւ հասկանում ենք, որ միջազգային կոալիցիա, երբ որ ասվում է, այդտեղ են նաեւ եվրոպական երկրները եւ սա նաեւ քաղաքական մեսիջ ունի Վլադիմիր Պուտինին, այնպես չէ, որ միայն ուղղակի գործողություններ Համասի նկատմամբ։ Այսինքն, եթե ավելի կարճ ասեմ իմ միտքը, բանակցությունները կարծես մտնում են արդեն ավարտական փուլ, հիմնական չլուծված հարցը մնացել է կրկին Դոնբասի հարցը, նախագահական ընտրությունների հարցը ամենահիմնական հարցերն են։ Եվրոպացիները ավելի շատ աջակցում են Ուկրաինային, Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցում են ռուսների հետ եւ հնարավորության դեպքում նաև ճնշումներ են գործադրում Ուկրաինայի վրա, մասամբ նաև Ռուսաստանի վրա, քանի որ խոսք կար նաև նոր պատժամիջոցների։ Ահա այդպիսին է այս պահի իրավիճակը, բայց Թրամփը ձգտում է, որ մինչև տարեվերջ ավարտին հասցնի այս պատերազմը,
քանի որ իր գործերը բավականին վատ են, այդ Էփշտեյնի ֆայլերը հրապարակվեցին, այդտեղ կա նաև Թրամփը, չնայած մի մասն տեսնում ենք, որ թաքցված է դեռևս նկարների, Բիլ Քլինտոնի մասին բազմաթիվ տեղեկություններ, Ջեֆրի Էփշտեյնի մասին կարճ ասեմ, հնարավոր է ոմանք չգիտեն, նա մանկապիղծ կերպար է, շատ հայտնի մանկապիղծ, ով որ բազմաթիվ կղզիների վրա տարբեր հանդիպումներ էր կազմակերպում տարբեր քաղաքական գործիչների, հայտնի մարդկանց եւ անչափահաս աղջիկների միջև։ Եվ այդ ֆայլերի մեջ, գաղտնի ֆայլերի մեջ, որոնց որ մասնակցել են բազմաթիվ մարդիկ, կա նաև Դոնալդ Թրամփը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մի քանի խոսքով խոսենք նաև Մերձավոր Արևելքից, Մերձավոր Արևելքում էլ ամեն ինչ հանգիստ չէ։ NBC News-ը տեղեկացնում է, որ Իսրայելի վարչապետ Նետանյահուն տեղեկացրել է Դոնալդ Թրամփին, որ կարող է նոր պատերազմ սկսել ընդդեմ Թեհրանի, քանի որ Թեհրանը նոր հակաօդային պաշտպանություն է ձեռք բերում, դե գիտեք այդ մասին ես խոսել եմ, նաև ռուսներից են ձեռք բերում, չինացիներից են զենք ձեռք բերում, նաև հրթիռներ են նոր պատրաստում, բայց դա ուղղակի պատրվակ է, քանի որ շատ ոչ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում ընդդեմ Նետանյահուի ընդհանուր առմամբ իր վիճակը շատ վատ չէ, այդ կոռուպցիոն սկանդալը, դատական գործը, եւ ահա Նետանյահուն որոշել է երևի հաջորդ շուտով կրկին մեկ անգամ հարձակում գործել Իրանի վրա, երևի թե Թրամփը կողմ չլինի, որ այդպիսի հարձակում տեղի ունենա հիմա Իրանի նկատմամբ, բայց ամեն ինչ անելու են, որպեսզի համոզեն Թրամփին եւ Իսրայելը նոր հարձակում իրականացնի ընդդեմ Իրանի։ Դրանց բացի Նետանյահուն հրամայել է, որ Գազայում եւս հանգիստ չլինի եւ այնտեղ հիմա կրկին Իսրայելը հարվածներ է հասցրել, եթե չեմ սխալվում, հարսանյաց արարողության ժամանակ մարդիկ են զոհվել իսրայելական գործողությունների ժամանակ։ Ես չեմ պաշտպանում ոչ Իսրայելին, ոչ պաղեստինցիների սիրելի հայրենակիցներ, ուղղակի ինչ որ տեսնում եմ, միշտ այդպես էլ ասում եմ, որ տեսնում եմ պաղեստինցիներն են ինչ որ գործողություն անում, ասում են բաց է բաց։ Համասը ընդհանրապես ասում են, որ տերորիստական կազմակերպություն է, բայց այս պայմանությամբ հստակ տեսնում եմ, որ Նետանյահուն ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա մնալ պաշտոնին եւ դրա համար նոր պատերազմների վտանգ կա ցավոք սրտի սիրելի հայրենակիցներ։ Ռուս-ուկրաինական պատերազմի մասով ամեն ինչ ասեցի, նաև կարելի ավելացնել այն, որ կարող է Մակրոնի եւ Պուտինի միջև հերախոսազրույց տեղի ունենալ, իսկ Վենեսուելայի շուրջ եւս հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, երկրորդ տանկերն է կանգնացնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը նավթ էր արտահանում Վենեսուելայից, նաև մեկ-մեկ հարվածներ են հասցնում տարբեր փոքրիկ նավերի, որոնց որ մեղադրում են թմրանյութեր տեղափոխելու մեջ եւ իրավիճակը որ այսօր Վենեսուելայի շուրջ լարվում է։ Երևի թե նոր տարուց հետո իմ պատկերացմամբ հնարավոր նաեւ շուտ, բայց ամենայն հավանականությամբ Սուրբ Ծննդյան տոներից եւ Ամանորի տոներից հետո Թրամփը որոշում արդեն կայացնի հարված հասցնել Վենեսուելային։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ հաջողություն եմ մաղթում բոլորին, ցանկասություն կհանդիպենք։